Երրորդ օրն է Բաքուն լռում է առողջական ինչ վիճակում է Վագիվ Խաչատրյանը։ Հայգերին դեկտեմբերի 22-ի գիշերը բանտից Յենի կլինիկա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել։ Ծայրահեղ ծանր վիճակում սրտի բարդացած խնդիրներով։ Առաջին օրը բաժանմունքի ղեկավարը կարճ տեղեկություն տվեց. Xəstədə müsbət dinamika qeyd olunmuşdur. Այս պահին բուժառուն դուրս է եկել կյանքին սպառնացող կրիտիկական վիճակից, սակայն նրա վիճակը նախկինի պես գնահատվում է ծանր։ Բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում, ինտենսիվ հսկողության ներքո։ İntensiv nəzarət altında. Սա առաջին ու այս պահին դեռ վերջին տեղեկությունն է, որ տարածել է Ադրբեջանն իր բանտում ավելի քան 2.5 տարի պահվող հայ գերու մասին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը նույնպես որևէ հայտարարություն չի տարածել։ Երեկ Ազատությունը Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցեր վարչապետին ուղղել։ Մեր մարմինները այո տեղեկություններ են հավաքում եւ փոխանցում եւ այս պահին հրապարակային հայտնի տեղեկությունից ավել տեղեկություն չեմ կարող հայտնել։ Ըստ այդ մարմինների հավաքած տեղեկության առողջական ինչ վիճակում է այժմ հայ գերին, ոչ մի հստակություն։ Վագիվ Խաչատրյանի սրտի խնդիրները նոր չեն, Ադրբեջանի ուժայինները նրան առևանգել էին Հակարիի անցակետից, երբ Երևան սրտի վիրահատության էր գալիս։ Ընտանիքի հետ Խաչատրյանը հոսպիտալացվելուց 3 օր առաջ էր խոսել։ Բաքվի բանտերում պահվող բոլոր 23 գերիներին դեկտեմբերի 24-ին ու 25-ին այցելել են Կարմիր խաչի պատվիրակները։ Այդ այցելությունը կազմակերպվել է Ժնևի կենտրոնակայանի կողմից եւ թիմը, որը մեկնել է Ադրբեջան, դա պատվիրակներ էին, մեր կազմակերպության ներկայացուցիչները, որոնցից մեկը բժիշկ էր։ Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զարա Ամատունին շեշտում է, անհատականացված ոչինչ ասել չեն կարող։ Միայն այն, որ ամառվանից հետո սա առաջին հնարավորությունն էր Կարմիր խաչի համար մտնել ադրբեջանական բանտեր, զրուցել անազատության մեջ պահվող բոլոր հայ գերիների հետ։ Այս այցի շրջանակներում հնարավորություն է տրվել անձանց ընտանիքների հետ հաստատել կապ, ինչպես նաև այցի հիմնական նպատակը եղել է պահման պայմանների գնահատումը, անձանց առողջական վիճակի ստուգումը եւ նրանց հանդեպ վերաբերմունքի հետ կապված հարցերը։ Կարմիր խաչի պատվիրակներն Ադրբեջանի իշխանությունների ճնշմամբ այդ երկրից հեռացան սեպտեմբերի 3-ից գրասենյակը փակվեց։ Արդյոք այժմ Ժնևից պատվիրակները Բաքու են հասել այնտեղից հնչող ահազանգերից հետո։ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացումից առաջ էլ գերիներից Վիգեն Էուլջեքյանն էր ընտանիքին պատմել, որ սնունդ չունի, քայլել չի կարողանում, բուժօգնություն չկա։ Ըստ Զարա Ամատունու իրենց աշխատանքը չի դադարել անկախ Բաքվի գրասենյակի փակումից։ Խնդիրները, որոնք կապված են պաշտպանված անձանց հետ, մշտապես կարող են հայտնվել այս կամ մյուս ժամանակահատվածում եւ դրանով չէ, որ պետք է առաջնորդվի մեր կազմակերպության, այսպես ասած, աշխատանքը, այլ ընդհանրապես հաշվի առնելով, որ այդ մարդիկ այսպես թե այնպես պաշտպանության կարիք ունեն, դա է դրդապատճառը, որ կազմակերպությունը փորձում է ամեն կերպ, ամեն բարագայում իր ծառայությունները առաջարկել եւ ի վերջո հասանելի դառնալ։ Բաքվի բանտում Կարմիր խաչի թիմին տեսել ու ուրախացել է Վիգեն Էուլջեքյանը։ Նրա հետ կինը Լինդան է խոսել։ Շատ զարմացած էր, շատ ուրախ։ Ընդամենը 3 րոպե ենք խոսել։ Ասաց Լինդա, ինձ ուտելիք ու ծխախոտ եմ բերել։ Զարմացած եմ։ Վիգեն Էուլջեքյանն ավելի քան 5 տարի է գերության մեջ է, շուրջ 1 ամիս առաջ կնոջն ասել էր ուտելու բան չկա, թեյ ու հաց է միայն, նաև առողջական խորացող խնդիրներ ուներ։ Մի ամիս առաջ, երբ զանգեց, ասաց Լինդա, քայլել չեմ կարողանում, ցավերս շատ են, դեղ չեն տալիս, բժիշկ չկա։ Այժմ Լինդան սպասում է զանգի, Կարմիր խաչից հույս ունի նրանցից տեղեկանալ ամուսնու առողջական վիճակի մասին։ Վիգենը նաև նամակ է ուղարկել, այն դեռ ընտանիքին չի հասել։ Շատ դժվար է մեզ համար, բայց ինչ կարող ենք անել։ Աղոթել միայն։ Ամեն չորեքշաբթի զանգում է կոնկրետ ժամերը չգիտենք։ Ինքը միշտ լավն է ասում, ինքը տես բան չի ասում։ Ուղղակի ասում դուք որ լավ լինեք, ես լավ եմ զգալու, արխայի մնացեք, սաղ լավ եմ, մի մտածեցի մասին։ Գերիներից մեկի մայրը Կարմիր խաչի աշխատակիցների այցից տեղյակ չէր։ Խոսացել է, առավոտ շուտ է խոսացել։ Ինքը արդեն չէ քմացել, որ իրան այց են կատարել, թե չէ։ Մայրն ապրում է չորեքշաբթիից չորեքշաբթի։ Այդ օրը վաղ առավոտյան նստում է հեռախոսի դիմաց ու անշարժ սպասում որդու մի քանի րոպեանոց ձայնին, որպեսզի ապրի եւս մեկ շաբաթ։